Երևանում օդի աղտոտվածության մակարդակը նվազել է։ Քաղաքապետարանից ասում են, հիդրոմետի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագրի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը։ Եթե նախկինում դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է եւ Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով։ Մասնագետները սակայն անարժանահավատ են որակում այս տվյալները։ Ընդգծում, իրական պատկերը լրիվ այլ է։ Չեն արտացոլվում իսկական օդի աղտոտվածության պատկերը ազդեցության տեսանկյունից։ Այսինքն ազդեցությունը կարող է միանգամից շատ ծանր լինի, բայց պատկերը միջինացված ձևերով կարող է լրիվ ուրիշ լինի։ Ասել միջանկյալ ինչ-որ տվերը ես կոնկրետ դեմ եմ։ Կարող է դու մի օր շատ ուժեղ աղտոտվածություն ունես, մյուս օրը այդ բանը չկա, ու դու միջինացված ասում ես մեր մակարդակը էսքան է։ Դոցենտ Վարդանյանը նկատում է, օդի աղտոտվածությանը նպաստող գործոններից մեկն էլ համատարած ծառահատումներն են, որոնք անհետևանք չեն մնա։ Բացի այդ, քաղաքում խնդիրներն անթիվ անհամար են։ Ուրեմն ինչի հաշվին է բարելավել օդի աղտոտվածության մակարդակը, հարցնում է մասնագետը։ Մենակ նրանով, որ ձմռանը մենք ունենք այդ անտիցիկլոնը, մենակ դա բավարար չի, որովհետև մենք այս ահռելի շինարարությունը, որ կա կանաչ գոտիների եւ ջրային մակերեսների բացակայությունը, իսկ կանաչի խիստ սակավությունը 5 անգամ ավելի պակաս ապահովվածություն, ահռելի քանակի մեքենաներ, բաց մակերեսներ հողի։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ այստեղ օբյեկտիվորեն չի կարող լինել լավ ցուցանիշներ։ Մթնոլորտի աղտոտվածությունը միայն փոշով չէ, որ որոշվում է։ Օդում առկա են նաև առողջության համար խիստ վտանգավոր այլ տարրեր։ Ամենասարսափելին, որ Երևանում օդի աղտոտվածության հիմնական պատճառը դա PM2.5 մասնիկներն են, որոնք ամենավտանգավորներն են, եւ ցավոք սրտի բնապահպանության նախարարության դենց ՊՕԱԿ մոնիտորինգի իրանք չունեն այդ սարքերը, նոր են ձեռք բերել եւ նոր պետք է անես օբյեկտիվ տվյալներ տան։ Երևանի քաղաքապետարանից էլ տեղեկացնում են, մշակել են օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու հետևողական քայլեր, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։